Ողջույն բարեկամներ, բարի գալուստ իմ Ալիկ։ Այսօր ձեզ հետ միասին ձուկ ենք պատրաստելու, մեր շատ սիրած սևանիսիկ ձուկն ենք պատրաստելու։ Ես ինքս ձուկ շատ եմ սիրում, պատրաստում եմ տարբեր եղանակներով։ Այսօր որոշեցի այսպես պատրաստել, իմ սիրված պատրաստման եղանակներից մեկն է։ Ես արդեն պատրաստել եմ հիմնական բաղադրիչները, մեզ պետք է կարտոֆիլ, սոխ և ավելացնել եմ լեչո, այսպիսի համեղ լեչո եմ փագում գազարով։ Իմ ռուսական ալիքի էջում կա, հղում կդնեմ այս վիդեոյի տակ, շատ համեղ է։ Եթե սովորական լեչո է, առանց գազարի, դուք կարող եք ավելացնել 2 հատ գազար։ Ձուկը պատրաստում եմ այսպիսի լայն և տափակ կաթսայի մեջ, որ տեղավորվի 1 կամ 2 շարքով։ Ավելացրել եմ դափն ու տերև արդեն ներքևի հատվածում և ռեհան։ Միանգամից առաջի շարքում կավելացնեմ լեչո և ներքևի շարքում լինի և վերջում կավելացնեմ սև պղպեղ, կես թեյ գթալ կարմիր պղպեղ։ Սոխը կտրատում եմ լուսնաձև, ոչ բարակ։ Ձուկը կտրատելու եմ այսպես խոշոր։ Ձուկը տեղավորելուց հետո արանքները դնում եմ կարտոֆիլ։ Կարտոֆիլը ընդամենը կիսել եմ 2 մասի։ Ավելացնում եմ մնացած սոխը, լեչո, մոտավորապես կես կիլոգրամ ավելացնում եմ այսքան ձկանը։ 700 գրամ անոց բանկայից այսքանը մնաց։ Կարմիր պղպեղ և սև պղպեղ։ Անպայման աղում ենք ըստ ճաշակի։ Դնում եմ գազ օջախի վրա եռ այսքան ջուր ավելացրեցի, ավել պետք չի։ Փակում եմ կափարիչը և հասցնում եմ եռալու։ Սկսեց եռալ։ Ավելացնում մի լավ կտոր կարագ։ Պայման փորձում եմ աղը։ Ձուկ աղ սիրում եմ։ Մի փոքր էլ կավելացնեմ։ Նորից փակում եմ կափարիչով, գազը կամանցացնում եմ և այսպես եփում եմ ուղիղ 40 րոպե։ 40 րոպե անց մեր ուտեստը պատրաստ է։ Այսպես թողելու եմ մի քանի րոպե հանգստանա, համերը խառնվեն և մատուցեմ։ Գեղեցիկ և շատ համեղ ուտեստը պատրաստ է։ Եվ կարտոֆիլն է լավ եփվել, նայեք։ Շատ համեղ է։ Եվ ձուկը։ Կարծիք կա, թե ձուկը շուտ է եփվում, բայց ոչ։ 40 րոպեից պակաս ես ձուկը չեմ եփում, շատ եփելու ընթացքում, ոչ թե շատ, այլ ճիշտ եփելու ընթացքում ձուկը չի փշրվում, այսպես ձիգ մնում է։ Փշրվում է այն ձուկը, երբ որ լավ եփված չի։ Ձեզ հետ կիսվեցի այսպիսի համեղ պատրաստման եղանակով, կարծում եմ շատերն են այսպես պատրաստում, իսկ եթե չեք պատրաստել, խորհուրդ եմ տալիս, շատ համեղ է։ Իմ անավանդ այս յուտը հացով թաթախում եք ընտիր համովա։ Հույսով եմ դուրներդ կգա իմ պատրաստման եղանակը, եթե դուրներդ կգա, խնդրում եմ սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ մյուս ալիքներին, հղումը կթողեմ վիդեոյի տակը, իսկ ձեզ ցանկանում եմ խաղաղ երկինք և առողջություն։